Ռուսաստանի անվտանգության խորհուրդը կարելի ասել ահազանգում է, նախազգուշացնելով, թե Հայաստանի իշխանությունները հանրապետության ատոմային էլեկտրակայանում չհամաձայնեցված աշխատանքներ են իրականացնում արևմտյան կապալառուների հետ, ինչի հետևանքով ըստ Շոյգուի կարելի է զրկվել երաշխիքից եւ գործը հասցնել աղետի։ Հայաստանի իշխանությունները բանակցություններ են վարում կայանի համար արտասահմանյան վառելիքի մատակարարման շուրջ եւ չհամաձայնեցված աշխատանքներ են իրականացնում արևմտյան կապալառուների ներգրավմամբ։ Այդպիսով կարելի է ոչ միայն երաշխիքից զրկվել, այլև գործը հասցնել աղետի։ Այս ֆոնին Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, թե ստացել են Հայաստանի ատոմային էլեկտրակայանը նոր առաջադեմ ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներով փոխարինելու վերաբերյալ ամերիկյան Sargent եւ Lundy ընկերության կատարած նախնական տեխնիկատնտեսական գնահատման ամբողջական փաթեթը։ Ներկայում Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է տարբեր երկրների առաջարկները, այդ թվում նշված ամերիկյան ծագման 4 տեսակի փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաները։ Այս փուլում որևէ տեխնոլոգիայի վերաբերյալ վերջնական դիրքորոշում չի ձևավորվել եւ համապատասխան որոշումների ընդունման կամ դիրքորոշման ներկայացման ժամկետներ սահմանված չեն։ Տեխնոլոգիաների գնահատման եւ քննարկման գործընթացը շարունակվում է։ Ռուսական առաջարկները հետևյալն են. ավանդական VVR տիպի ռեակտորներ մինչև 1200 մեգավատ հզորությամբ, երկրորդ տիպի առաջարկը հեղափոխական տեխնոլոգիաներով, այսպես կոչված բրիդերային ռեակտորներ, դրանք արագ նեյտրոններով աշխատող ռեակտորներ են եւ բացարձակորեն նոր խոսք են ատոմային էներգետիկայի զարգացման մեջ, եւ երրորդ առաջարկը Ռուսաստանի դա փոքր մոդուլային ռեակտորներն են ռիթմ մատնիշ։ Ամերիկյան Sargent եւ Lundy ընկերության փորձագետները անցած ամսվա ընթացքում էին այցելել Հայաստան, ըստ տարածված հաղորդագրության, ապահովելու տեխնիկական խորհրդատվություն փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի վերաբերյալ։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն էլ տարածել էր պաշտոնական հաղորդագրություն, ըստ որի Sargent եւ Lundy ընկերության փորձագետները համագործակցելով Հայաստանի պաշտոնյաների հետ ավարտին են հասցրել Հայաստանի ատոմային էլեկտրակայանը նոր առաջադեմ ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներով փոխարինելու կենսունակության վերաբերյալ նախնական տեխնիկատնտեսական գնահատումը։ Զեկույցում հիմնավորվել է, որ Հայաստանի համար նպատակահարմար է դիտարկել ամերիկյան 4 տեսակի փոքր մոդուլային ռեակտորներ։ Կարծում եմ մոդուլային փոքր ռեակտորների ընտրությունը Հայաստանի համար ինժեներական տեսանկյունից սխալ է, տնտեսապես շահավետ չէ եւ ռազմավարական տեսանկյունից հավանականային չէ։ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի գործող երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացումը նախատեսվում է 2026-ից 36 թվականների համար, ինչն ըստ մասնագետների նշանակում է, որ Հայաստանը դեռևս շարունակելու է օգտվել ռուսական ատոմային տեխնոլոգիաներից։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։